Իսկ ով ասեց, որ բոլորը պետք է ունենան բարձրագույն կրթություն։ Մոտ 4 ամիս առաջ նման համոզմամբ ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանը 4 ամիս անց կարծես իր կարծիքը փոխել է։ Հոգատարությունն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սերը թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում։ Հոգատարությունն ու սերը կարծես չօգնեցին բարձրագույն կրթություն չունեցող նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանին 4 ամսից ավելի ղեկավարել ազգային ժողովի մշտական հանձնաժողովը։ Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ պաշտոնից եւ խոստովանել. պատճառն իր արտահայտած մտքերն են։ Առանց մեկնաբանության ներկայացնում ենք ՀՊԱ-կան падգամավոր Հունանյանի աղմկահարույց մի շարք մտքեր, որոնցով նա վստահաբար դեռ երկար կհիշվի։ Եթե սուրբ նորին սուրբ օծություն Տեր Գարեգինբը այդպես են կոչում իրեն, որ սուրբ սրբերի հետ ընդհանրապես նա կապ չունի, սրբության հետ ընդհանրապես կապ չունի։ Ուրեմն ես այսօր պատասխանատու հայտարարություն եմ անում, որ ես էլ սուրբ կույս Հռիփսիմեն եմ եւ իմ որդու հայրն էլ Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիսն է։ Իսկ ինչ խնդիր կա, որ Վարդանիսից Հիվանդին ներողություն հանգուցյալին տանում են Մարտունու դիահերձարանում հերձելու։ Եվ ուզում եմ հասկանամ ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն ուզում եք ասեք, որ ձեր տան կողքը դիահերձարան կա, որ Աստված ոչ անի, ձեր շենքից մեկը մահանում է, միանգամից տեղից հանում եք, մտցնում եք դիահերձարան, ինչ որ մի ճանապարհ չեք գնում հասնելու դիահերձարան։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ մարզպետարանը պետքա լինի ամեն տեղ։ Եթե մարդ մարզպետարանի հետ գործ ունենա, պիտի չգնա մարզպետ բանում պետք է մի հատ Վարդանիսում մարզպետարան բացեն, որ չհասնի Մարտունի։ Բանակին էլ սա չի խանգարի, որտեղ մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, Հռիփսիմե Հունանյանը հայտարարել է. քաղաքացիներն իրեն քննադատել են ազգային ժողովում հնչեցրած մի շարք մտքերի պատճառով, բայց այդ արտահայտությունների համար հավանաբար նրան ոչ միայն քաղաքացիները չեն ներել, այլև սեփական թիմակիցները։ Հունանյանը որոշել է նաև չընդգրկվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում։